Տեսադաս 9-րդ դասարան արդիականացած արևելքը Հնդկաստանի երկաթե լեդին Ինդիրա Գանդի Բրիտանական գաղութային տիրապետության դեմ հնդիկ ժողովրդի մղած երկարատև պայքարը պսակվեց հաջողությամբ։ 1947 թվականին Հնդկաստանը ճանաչվեց ազգերի բրիտանական համագործակցության ինքնավար տիրույթ, իսկ 3 տարի անց դարձավ անկախ պետություն։ Երկիրը հռչակվեց խորհրդարանական հանրապետություն, առաջին վարչապետ ընտրվեց Ջավահարլալ Ներուն։ Տնտեսական հետամնացությունն ու աղքատությունը վերացնելու նպատակով իրականացվեցին մի շարք բարեփոխումներ։ Բարեփոխումների քաղաքականության շարունակողը դարձավ նաև Ինդիրա Գանդին։ Նա ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին։ Աղջիկը, որի անունը թարգմանվում է որպես «Լուսնի երկիր», կրթվել և դաստիարակվել է ականավոր քաղաքական գործիչների ընտանիքում։ Մի առիթով պապս ասել է, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում ուրիշների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց լինել առաջին խմբում, քանի որ այստեղ մրցակցությունը ավելի քիչ է։ Նա ընտրեց մրցակցությունը և իր հետքը պատմության մեջ թողնելու ճանապարհը։ Կյանքի իրական ճանապարհը ճշմարտության, սիրո և առանց բռնության ապրելու մեջ է։ Աշխարհը դաժան վայր է ընտրյալների համար, հատկապես նրանց, ովքեր զգում են՝ պատմությունը լավագույն ուսուցիչն է, ով ունի վատագույն աշակերտներ։ 1964 թվականին Գանդին դառնում է խորհրդարանի անդամ, ապա տեղեկատվության և հեռարձակման նախարար, 1966-ին Հնդկաստանի վարչապետ։ Կոնգրեսականները սիրում էին նշել, որ Հնդկաստանը Ինդիրան է, Ինդիրան Հնդկաստանը։ Հնդկաստանի մայր իրեն հռչակած Ինդիրա Գանդիի պատմությունը լի է հակասություններով։ Ոմանք կարծում են, թե երկիրը տնտեսական աճ գրանցեց, ոմանք էլ վստահ են, որ նա առաջնորդվում էր սեփական հավակնոտությամբ։ Բայց ժխտել, որ Ինդիրա Գանդիի դերը Հնդկաստանի պատմության մեջ անգնահատելի է, ոչ ոք չի կարող։ Կատարվեցին մի շարք բարեփոխումներ, այդ թվում և հողայինը։ Հողազուր գյուղացիները հող ստացան։ Պետությունը նրանց միջոցներ տրամադրեց ոտքի կանգնելու և զարգանալու համար։ Այսօր հնդկական գյուղատնտեսությունն ապահովում է 1 միլիարդից ավել բնակչություն ունեցող երկրի կարիքները։ 1950-80-ական թվականներին Հնդկաստանը ստեղծեց արդիական տնտեսություն, զարգացավ մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունը, ատոմային էներգետիկան։ Ինդիրա Գանդին վարել է ռազմական բլոկներին չմիանալու, Խորհրդային Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու քաղաքականություն։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է Խորհրդային Միությունում։ 1976 թվականի հունիսին այցելել է Հայաստան։ Պակիստանի հետ պատերազմի պատճառով աճեցին միջէթնիկական հակամարտությունները, անկում ապրեցին տնտեսական ցուցանիշները։ Գանդին երկրում մտցրեց արտակարգ դրություն, որից հետո նա կարողացավ վերականգնել իր նախկին ժողովրդավարությունը։ 1980-ին կրկին ընտրվեց վարչապետ։ 1980-ական թվականներին Հնդկաստանի կառավարությունը առճակատման մեջ մտավ սիկհերի հետ, որոնք ցանկանում էին դառնալ ինքնակառավարվող համայնք։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքական գործիչը սպանվեց իր սիկහ թիկնապահի կողմից։ Նրա մահը ողբերգություն էր հնդիկների համար։ Այսօր նրա մահվան վայրը սրբատեղի է Հնդկաստանում։